Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ո՞ւմ ես պատրաստվում օրհնել այսօր։ Մի օր, երբ մեր տանը հավաքվել էինք ընկերներով ու բարեկամներով, զրույցներից մեկի ժամանակ հիշեցինք հին ժամանակների ֆիլմերը։ Մարդիկ այնքան էին դիտել և այնքան էին սիրում դրանք, որ գիտեին գրեթե ամեն նախադասությունը, սրամտությունն ու թևավոր խոսքը։ Նրանք սիրում էին այդ ֆիլմերը և առօրյա կյանքում մեջբերումներ էին անում դրանցից։ Իսկ մենք՝ քրիստոնյաներս, արդյոք հիշո՞ւմ ենք Տեր Հիսուսի խոսքերը, որոնք գրված են Աստվածաշնչում։ Արդյոք մեջբերում ենք դրանք մեր առօրյա զրույցներում և միմյանց օրհնում ու քաջալերում, խրախուսում ու մխիթարում Նրա խոսքերով։ Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մեր Տիրոջ մի կարևորագույն խոսքով։ Հովհաննես 13:35 խոսքում գրված է. «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։ Սերը մեզ մղում է հոգատարության և միմյանց բեռները կրելուն։ Ինչպիսի ուրախություն է ինչ-որ մեկին Տեր Հիսուսի անունով օգնելը։ Դա կարող է լինել ցանկացած օգնություն՝ քո քաջալերական խոսքը, հավանության արժանացնող ժպիտը, մխիթարական խոսքը, օգնության ձեռք մեկնելը մարդու ծայրահեղ դժվարությունների ժամանակ և այլն։ Այս ամենը և դեռ շատ ավելին միջոցներ են, որոնք Տերը պարգևել է Իր աշակերտներին՝ ինձ և քեզ, Իր գործն այս երկրի վրա շարունակելու համար։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հորդորում եմ քեզ այսօր, որ ուշադիր նայես քո շուրջ բոլորը։ Ուշադիր և փնտրելով զննիր մարդկանց։ Եվ դու, անշուշտ, կհանդիպես մեկին, ում կարող ես օգնել, խրախուսել, մխիթարել կամ մեղքի ճահճից ազատվելու ճանապարհը ցույց տալ։ Պատրաստ եղիր ընկալելու մարդկանց կարիքը, որ կա նրանց հայացքների մեջ։ Համոզված եմ, որ եթե փնտրես, Սուրբ Հոգին քեզ կհուշի, թե որոնք են իրական կարիքի մեջ գտնվող մարդիկ և ինչպիսի կարիքի մեջ են նրանք։ Քո բաժինը նրանց ուշադրության արժանացնելն է և սիրո հոգատարություն դրսևորելը։ Առաջարկում եմ հենց հիմա առանձնանալ և ինքնուրույն աղոթել Տեր Աստծուն, որպեսզի Նա մեզ այսօր Իր յուրահատուկ օրհնության գործիքը դարձնի որոշակի մարդկանց համար և մեզ հանդիպեցնի այդ մարդկանց։ Քեզ օրհնյալ և երջանիկ ընթացք եմ մաղթում այսօր։ Թող դու Քրիստոսի իրական լույսը լինես քո շրջապատի խավարի մեջ ապրող մարդկանց համար։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։